Դեմքի գլիցերին, ինչպես օգտագործել։ Ոմանք գլիցերինը անվանում են կնճիռների և մաշկի փրկիչ, իսկ մյուսները համարում են վնասակար և փորձում խուսափել դրանից։ Ով է ճիշտ։ Գլիցերինը քիմիական նյութ է, այն անգույն և շատ մածուցիկ հեղուկ է։ Օգտագործվում է սննդի արդյունաբերության, բժշկության, գյուղատնտեսության և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչ ազդեցություն ունի գլիցերինը մաշկի վրա և ինչպես ճիշտ օգտագործել այն կոսմետիկ նպատակներով։ Որոնք են գլիցերինի օգտակար հատկությունները։ Պաշտպանում է մաշկի վերին շերտերը, հավասարեցնում է երանգը և վերացնում մեռած բջիջները, խոնավացնում է մաշկի նույնիսկ ավելի խորը շերտերը։ Համարվում է, որ գլիցերինը կարող է ջրի մոլեկուլներ հավաքել օդից։ Այն ունի բարձր ազդեցություն կնճիռները հարթեցնելու գործում։ Խոնավացնում և սննդարար նյութերով է ապահովում մաշկի խորը շերտերը, ուստի պատահական չէ, որ գլիցերինը առկա է սերուցքային և կոսմետիկ օճառի մեջ։ Բարելավում է մաշկի կայունությունն ու ընդհանուր տեսքը, վերականգնում է մաշկը և բարելավում է դրա բնական նյութափոխանակության գործընթացը։ Այն հիանալի տոնիկ է, հեռացնում է տոքսինները, հետևաբար օգտագործվում է տոնիկների մաքրման մեջ։ Այո, սա իսկապես շատ օգտակար է մաշկի համար, բայց միայն այն դեպքում, եթե ճիշտ ես օգտագործում և տեղյակ ես որոշ նրբություններին։ Ինչով է վնասակար գլիցերինը։ Կանխարգելիչ կանոնները։ Եթե գլիցերինը այլ կոսմետիկ բաղադրիչների կազմի մեջ նպաստում է մաշկի խոնավացմանը, ապա առանց կոսմետիկ միջոցների, ընդհակառակը, մաշկից դուրս է բերում ամբողջ խոնավությունը։ Երբեք մի օգտագործեք առանձին գլիցերին, քանի որ դա կարող է առաջացնել բորբոքում։ Գլիցերինը մաքրում է մելանինը մաշկից, այսինքն պատրաստ եղեք, որ ձեր մաշկը կդառնա թեթև։ Հակացուցված է շատ զգայուն կամ շատ յուղոտ մաշկի համար, որը հակված է բորբոքման։ Գլիցերինով պատրաստված կոսմետիկան չի կարելի անընդհատ օգտագործել։ Իսկ այժմ գլիցերինով դիմակներ։ Գլիցերինով և վիտամին E-ով դիմակ կնճիռների դեմ։ Գլիցերինի և վիտամին E-ի համադրությունը համարվում է լավագույններից մեկը մաշկը ձգելու և կնճիռները հեռացնելու համար։ Իսկ այդպիսի դիմակ պատրաստելը շատ պարզ է։ 1 թեյի գթալ գլիցերին խառնել 3 ամպուլա վիտամին E-ի հետ և քսել դեմքին։ Թողեք 30 րոպե և լվացեք տաք ջրով։ Հարթեցնող դիմակ կնճիռների դեմ, ձվի դեղնուցով և կիտրոնի կեղևով։ Հիանալի դիմակ է, որը հրաշալի խոնավացնում և սնուցում է մաշկը, ինչը հատկապես ճիշտ է օգտագործել երկար ձմռանից հետո։ Այն պատրաստելու համար խառնեք հավի ձվի դեղնուցը 1 թեյի գթալ ճարպային կրեմի հետ, 1 թեյի գթալ գլիցերին ավելացրեք և մի պտղունց կիտրոնի կեղև։ Քսեք մաշկին, պահեք 20-30 րոպե, ապա լվացեք տաք ջրով։ Գլիցերինով դիմակ յուղոտ մաշկի համար։ Եթե ունեք յուղոտ մաշկ, ապա այս պարզ բաղադրատոմսը ձեզ համար է։ Լցնել 1 թեյի գթալ ժելատին, փոշին, 5 թեյի գթալ տաք ջրի մեջ և թողնել 10-15 րոպե։ Դրանից հետո պահեք գոլորշու վրա և խառնեք մինչև համասեռ խառնուրդ ստանաք։ Ավելացնել 2 թեյի գթալ գլիցերին և 3-4 ճաշի գթալ ջուր։ Ապա խառնեք։ Քսեք խառնուրդը դեմքին։ Թողեք 20 րոպե և լվացեք տաք ջրով։ Ամփոփելով կարող ենք ասել, որ եթե դուք իմանաք կանխարգելիչ միջոցների մասին և չարաշահումներ չանեք, ապա գլիցերինի հիման վրա ստեղծված կոսմետիկան կարող է բարելավել ձեր մաշկը։ Նյութի տեքստը ուշադիր կարդալու և պահպանելու համար կարող ես գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Առողջություն և գեղեցկություն քեզ։